Երևի արդեն բոլորիդ հայտնի է, որ առավոտյան ժամը 7-ից պարոն Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում, դրան զուգահեռ իրենց ընտանիքին պատկանող տարբեր գույքերում, ընկերություններում, իսկ պատճառը կարծեմ այնքան ակնհայտ է, որ մեկնաբանելու կարիք չկա, քանի որ օրինակ եթե տարիներ առաջ մենք փորձեցինք ապացուցել, այսինքն ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական պատվեր է, մի հեռախոսազրույցի հայտ եկավ, չէ, վարչապետի եւ ԱԱԾ ղեկավարի այդտեղից ապացուցվեց, որ դա քաղաքական պատվեր է, բայց հիմա իրավիճակը արդեն այլ է։ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակային ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այս մարդիկ պետք է նստեն, պետք է ունեզրկվեն։ Այսինքն տարբերությունը դա է։ Երեկ ազգային ժողովից Նիկոլ Փաշինյանը մի այնքան հակաիրավական եւ աբսուրդ հայտարարություններ էր անում, ասելով, թե հանրությունը պահանջում է, որ այս մարդիկ կալանավորվեն, ունեզրկվեն, եւ ես չեմ կարող հանրությանը բացատրել, որ դատարանները պետք է գործեն օրենքով սահմանված կարգով։ Ես նույնիսկ չեմ կարող բացատրել, թե ինչ է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ այ դրանով երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները, թե ինչ է ինքը միջամտում դատական եւ ուժային կառույցների աշխատանքներին։ Նաեւ երեք նա ուղիղ հենց այս բնակարանի հետ կապված հայտարարություն արեց, ասելով Լևոն Քոչարյանին, որ այ քո երեխաները չպետք է ժառանգեն այդ բնակարանը։ Եվ այսօր առավոտյան մի քանի ժամ անց մենք տեսնում ենք, որ այն բնակարանը, որը որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, քո երեխաները չպետք է ժառանգեն, երեխաների ներկայությամբ տեսնում ենք, քանի ԱԱԾ-ականներ կան։ Այսինքն այս շոուի իմաստը ո՞րն է։ Ուղղակի մարդը իր խոսքը պահում է։ Այսինքն այն ժամանակ, եթե նա թաքցնում էր, նույն եթե իր ծրագրին ուշադրություն դարձնեք, եթե նախորդ ծրագրում խոսում էր ինչ-որ բաներ, որոնք որ դուր կգան, բայց նա չիրականացրեց, Շուշի, դեոկուպացիա եւ այլն, այս ծրագրում արդեն ուղիղ ասում է, որ պետք է երրորդ հանրապետությունը լուծարենք, եկեղեցին քանդենք եւ Հայաստանից տարածքները հանձնենք հարևան պետությանը։ Պարոն, բայց դա է պատճառը, թե որ Լևոն Քոչարյանը դիմելով Փաշինյանին ասաց, մեզնից էլ պահանջում են, ասում են այդ պիղծ դավաճանը ինչի է մինչև հիմա կարողանում այդտեղ լինել։ Հնարավոր է հենց այդ ելույթն էլ լինի պատճառ, բայց Լևոն Քոչարյանը ինչի այդ արտահայտությունը արեց, նայեք, նախորդիվ Նիկոլ Փաշինյանն ասում էր հանրությունը պահանջում է։ Լևոն Քոչարյանը դրան պատասխան ասաց, որ հանրությունը նաև այլ բան է պահանջում եւ իսկապես իր ասացի մեջ արդարություն կա, եթե այսօր վերստենք թե իբր օրինակ ես չեմ տեսա հանրությունը պահանջի, որ Լևոն Քոչարյանի երեխաները չժառանգեն այս բնակարանը, բայց եթե վերստենք իսկապես հանրության այդպիսի պահանջ կա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ վաղը չեմիսօր, երբ որ իշխանության չլինի, իր հետ էլ վարվելու են այնպես, ինչպես որ հանրությունը պահանջում է։ Բայց ես հավատացնում եմ, որ հանրությունը շատ ավելի խիստ եւ դաժան պահանջներ ունենալու իր նկատմամբ, քան ուղղակի ինչ-որ գույքային հարցեր։ Բայց ես հայտնի է այս վարույթը կոնկրետ որ վարույթի մասը։ Չէ, կոնկրետ այս բնակարանի խուզարկության մասով իրանց համար ինչ տարբերություն ինչ վարույթ է։ Հնարավոր է օրինակ փաստաբանները դուրս գան, ասեն ժողովուրդ քրեական գործել չկա։ Նույն Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով մոտ 2 ամիս ուղղակի դատարանում ուզում էին հասկանալ, թե քրեական օրենսգրքի որ օրենքով է այս մարդը մեղադրյալ։ Պատասխան չկար։ Ձեզ համար հասկանալի է Փաշինյանի քաղաքական մոտիվը սա անելու համար, որովհետև ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին կալանավորեց, այսինքն ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները սկսվեցին, հիմա 3 ազգային ժողովից խոսեց երկրորդ նախագահի եւ երրորդ, այդ թվում երրորդ նախագահի մասին։ Ինչի է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը ճնշելով։ Բնական բան է, այսինքն ինքը ուզում է ուղղակի չեզոքացնի ընդդիմադիր գործիչներին, այսինքն հենց մի սուր ելույթ եղավ, այսինքն հիմա իրենց պատկերացնելով, հիմա կարող ընդդիմադիր գործիչները Լևոն Քոչարյանը կամ մեր խմբակցության մնացած մեր գործընկերները օրինակ վախենան այս իրավիճակից, բայց այս ԱԱԾ-ականներից վախենում միայն այս բնակարանի երեխաները, ոչ ես, ոչ պարոն Քոչարյանը, ոչ մնացած ոչ մի մեր գործընկերներից չի վախում այս process-ներից, իսկ այս process-ից մենակ 3 հոգի կա վախեցող, դա անչափահաս Լևոնի երեխաներն են։ Իսկ այս process-ն էլ այն ինչը որ ինքը միտումը ունի չեզոքացնելու ընդդիմադիր գործիչներին, ինքը չի աշխատելու, որտեվ 18 թվականին այս մարդիկ շատ հեշտ ու հանգիստ կարող էին չմտնեին այս քաղաքական process-ների մեջ, չվերադառնային Հայաստան եւ իրանց ժառանգության մասին խոսակցություն չլինի։ Այնպես ինչպես որ նաեւ նախկիններ կան, ովքեր որ թե տարբեր կոռուպցիոն սկանդալների միջով են անցել, բայց այսօր տեսնում որ ԿՊ անդամ են կամ ԿՊ-ին են ծառայում եւ նրանք ոչ մի խնդիր չունեն, այսինքն իրանց հետ լեզու գտնելը շատ պարզ է։
Հիմա երեխաները ներսում են։ 3 երեխաներն են ներսում են, այո։ Առավոտյան երբ են իրենք եկել։ Առավոտյան 7-ից եկել են։